Հայ մշակույթի
много шика свести. Новую куклу ты хочешь или книжку? Может, мечтаешь понянчить братишку? Может, к далеким уплыть островам? Может, к высоким подняться горам? Кто там мечтает, что все улыбались, вместе дружили и чаще встречались. Знай, не бывает неважной мечты. Ведь и надейся, книг ты мысли. Я же мечтаю, чтобы были скорее все мечты честных и добрых детей.
սիրելի մեղուներ, մեծ և փոքր մեղուներ ձեզ, սիրելի մեղուներ, հրաշք միջոցառումներ, շնորհավորում եմ ձեզ տարաճանաչության կապակցությամբ, հրաշք եք բոլորդ, սիրում եմ բոլորիդ, ինչպես նշվեցին երգի բառերում, չդադարեք երազել, բոլորը չդադարեք երազել, սիրում եմ ձեզ, շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր միշտ մեր կողքն էին, շնորհակալ եմ անչափ ընկեր Հասմիկ ձեզ, ընկեր Սուսաննա, ընկեր Սոնա, ընկեր Մանե և մեր բոլոր գործընկերներին անչափ շնորհակալ եմ։ Շարունակեմ հենց ընկեր Ազարյանի խոսքը և ձեր երգի բառերը, չդադարեք երազել, սիրելի մեղուներ, մեծ ու փոքր մեղուներ, չդադարեք երազել ու միշտ կյանքում գնացեք առաջ, միշտ թռչեք, մեղվի նման հավաքեք ծաղիկների այն նեկտարը, որը ձեզ կտա կյանքը, և այդ նեկտարից պատրաստեք ձեր մեղրը, որը կդառնա ի օգուտ մեր հայ ժողովրդի, այն մեղրն է օգտակար, որը շատ ծաղիկներից է հավաքած, չդադարեք երազել, միշտ սլացեք դեպի բարձունքներ, շնորհավորում եմ, փայլուն ներկայացաք այսօր, շատ գեղեցիկ էիք որպես աշակերտ, արդեն առաջին դասարանն ավարտող տարաճանաչ հրաշք մեղուներ, շնորհավորում եմ ձեզ, շնորհավորում եմ մեր ուսուցիչներին, ովքեր մեծ ներդրում են ունեցել այս գեղեցիկ հրաշալի դասարանական կոլեկտիվի ձևավորման համար, մեծ ու փոքր մեղուների համար, թող ձեր փեթակը միշտ լինի մեղուներով լեցուն և հատկապես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ծնողներին, տատիկ պապիկներին, ովքեր սրտի թրթիռով այսօր ունկնդրեցին, հաղորդակից դարձան այս գեղեցիկ միջոցառման, շնորհավոր բոլորին։